Իմ մասնագիտական կյանքում պատահած տարբեր դեպքերը ոչ միայն զվարճալի են, այլ նաև սովորեցնող։ Այսօրվա դեպքը, որի մասին ուզում եմ խոսել, վերնագրել ենք «Ստուգեք, հարցս կույս է, թե ոչ»։ Տարիներ առաջ մեզ էր դիմել ընտանիք, որը եկել էր լուրջ խնդրով եւ իմ կաբինետի դռնից մինչև շքամուտքը հերթ էր եւ պարզվեց, որ դա մի ամբողջ գերդաստան էր, որոնք եկել էին խնդրով պարզելու հարցը կույս է թե ոչ։ Ինչ էր տեղի ունեցել, ամուսնացրել էին, ինչպես իրենք են ասում, եւ բնականաբար ամուսնացնելուց հետո սպասում էին այն մրգային արարողությանը, որի արդյունքում պետք է հասկանային եւ համոզվեին, թե իրենց ընտրած հարցը կույս է թե ոչ։ Քանի որ հուսախաբվել էին եւ process-ը տեղի չէր ունեցել, որին իրենք սպասում էին, բերել էին բժշկին եւ հարցին բերել էին բավականին նվաստացած վիճակում եւ հետեւյալ հարցադրումով. բժիշկ, խնդրում եմ, պարզեք, հարցս կույս է թե ոչ։ Նման դեպքերում իհարկե մենք պետք է կատարենք բժշկական զննում եւ պարտադիր իհարկե պետք է մասնակցեն երկու բժիշկ, որովհետեւ խոսքը բժշկական զննման մասին է եւ քանի որ երկու գերդաստանից էլ եկել էին իրենց, այսպես ասած, պատիվը պահելու եւ խնդիրը պարզելու նպատակով։ Ինչ պարզվեց հետազոտման ժամանակ, որը բնականաբար անց են կացնում առանձին սենյակում երկու բժշկով։ Պարզվեց, որ կնոջ կուսաթաղանթը տեղակայված է համեմատաբար ավելի խորը, իսկ ինչպես գիտեք, մենք դրա մասին խոսել ենք, կնոջ կուսաթաղանթը կարող է լինել 20-ից ավելի տեսակների։ Եվ սա դրանցից մեկն էր, որը համեմատաբար մի քիչ ավելի խորն էր տեղակայված, այլ ոչ ստանդարտի համաձայն, ինչպես մենք ասում ենք, 2-ից 3 սանտիմետր։ Եվ քանի որ ամուսինը մեղմ ասած ավելորդ քաշ ուներ, անդամը խորտակվել էր ճարպաշերտերի մեջ եւ չէր կարողացել իրագործել իր առաջին հարաբերությունը ու դրանով իսկ փորձում էր իհարկե մեղքը բարթել կնոջ վրա։ Երբ որ զննեցինք, պարզվեց, որ կուսաթաղանթը անառիկ ձևով տեղակայված է իր տեղում, խախտված չէ եւ պարզապես խնդիրն այն է, որ հարաբերության ընթացքում անդամը չի հասել կուսաթաղանթին։ Կինը իհարկե նույնպես շնչակտուր սպասում էր պատասխանին եւ երբ ասեցինք, որ կուսաթաղանթը տեղում է եւ որևէ խնդիր չկա, կինը նույնիսկ չսպասեց շարունակությանը, վեր կացավ եւ միայն այդ պահին իհարկե լսվեց մի շառաչուն ապտակ ամուսնուն, հավաքեց իրերը, դուրս եկավ կաբինետից եւ գնաց իր ծնողների հետ միասին։ Թե ինչ եղավ դրանից հետո, միացավ այդ ընտանիքը, թե ոչ, թե բաժանվեցին, չեմ կարող ասել, բայց այս պատմությունը եւս մեկ անգամ գալիս է փաստելու եւ ապացուցելու, որ նման դեպքերում պետք չի խառնվել զավակների սեռական կյանքին, որովհետեւ յուրաքանչյուրի սեռական կյանքը միմիայն իր անձնականն է։ Լավագույն դեպքում կարելի է հուշել, եթե դրա անհրաժեշտությունը կա, խորհուրդ տալ, բայց նման ձևով փորձել ամբողջ գերդաստանով լուծել խնդիրը եւ վերջում ամոթով մնալ կամ խայտարակվել, իհարկե նույնպես հարցի լուծման տարբերակ չէ, որովհետեւ շատ դեպքերում այս տեսարանների արդյունքում զույգը պարզապես բաժանվում է։ Այսօրվա թողարկումն ավարտվեց։ Դիտեք մեզ ATV եթերում, գտեք մեզ համացանցում, մեկնաբանեք, տարածեք մեր տեսանյութերը եւ շնորհակալություն ձեր ակտիվության համար, որը մեզ համար անչափ կարեւոր է։ Մենք խոսում ենք այն ամենի մասին, ինչի մասին դուք ուզում եք լսել։